2021 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է շուրջ 27%։ ՔՊ նախընտրական խոստում, որ այն պետք է կրճատվի 2 անգամ։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն աղքատության ցուցանիշը Հայաստանում շուրջ 22% է։ Իսկ ծայրահեղ աղքատության մեջ մեր հայրենակիցներից շուրջ 30,000-ն են գտնվում։ Սա խոսում է նրա մասին, որ սոցիալական պատասխանատվության պարտադիր պարտականությունը այս իշխանությունը տապալել է։ Այն, որ այս 8 տարիներին բազմաթիվ սուտ, կեղծ խոստումներ են ներկայացվել, մանիպուլյացիաներ են իրականացվել, դա փաստ է։ Բայց երբ մենք խոսում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցությունը դանդուկ մինչև հենց մեր ինքնիշխանության կարևորագույն հարցն է, մենք հենց տեսնում ենք գործնականում, թե այս 8 տարիները ինչ կերպ ճիշտ հակառակ ուղղությամբ են տարել այս անձինք։ Սամվել Կարապետյանի խոստումը նրանում է, որ ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը պետք է վերացվի։ Իսկ դրա հաղթահարման համար կոնկրետ հիմնադրամ է ստեղծվելու, կոնկրետ գործողությունների ծրագրերով, այդ թվում աջակցությամբ եւ նպաստների ապահովմամբ։ Այն, որ Հայաստանում մենք պետք է ունենանք նաեւ դեմոգրաֆիական վիճակի կտրուկ փոփոխություն, դա եւս փաստ է, քանի որ վերջին 5 տարիների դինամիկան հենց խոսում է նրա մասին, որ մենք լրջագույն ազգային անվտանգության նույնիսկ սպառնալիք ունենք դեմոգրաֆիական ցուցանիշների, ամուսնալուծությունների ցուցանիշների տեսանկյունից։ Եվ իհարկե, Հայաստանում ամենակարևորը պետք է լինի իրապես իրավական պետության երաշխավորում։ Իրապես քաղաքական հետապնդումների էջը պետք է թողնվի անցյալում, իրավունքը պետք է գերակայի բոլոր դեպքերում եւ իհարկե մարդասիրությունը պետք է լինի անսակարկելի արժեք։ Հենց դրա համար նաեւ պետք է Հայաստանում տեղի ունենա համաներում, ներքին համերաշխություն եւ համախմբում։ Աստված բոլորին պահապան, լավ եղեք, շնորհակալ եմ։